հայտարարությունից, հետագայում պատասխանեմ ձեր հարցերին։ Պատիվ ունեմ խմբակցության բոլոր պատգամավորների Facebook-յան էջերում արդեն իսկ զետեղված է թղթային տարբերակը։ Մեր արձագանքը պատիվ ունեմ խմբակցության պատգամավորներին դիմաց քաղաքացուն, ընթերցեմ։ Ի պատասխան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության պատգամավորներին ուղղված նամակներին, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության պատգամավորներս, վերահաստատում ենք, որ այս պահին իշխանափոխության հասնելու ամենահավանական եղանակը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է։ Գործընթացն ավելորդ քաղաքական նկրտումներով չբարդացնելու համար հայտարարում ենք, որ այս պահին չունենք վարչապետի թեկնածու, մեր պատրաստակամությունն ենք հայտնում առանց որևէ նախապայմանի քննարկել թեկնածուի հարցը ու նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Նամակը ստորագրված է պատիվ ունեմ խմբակցության բոլոր պատգամավորների կողմից, այս նամակի թղթային տարբերակը կուղարկվի մեզ դիմաց քաղաքացուն։ Հիմա պատրաստ եմ պատասխանել Անիկ։ Հերթով, հարգելի գործընկերներ, հերթով, սկսեմ այս ծայրից։ Հարցը վերաբերվում էր, մենք սկսում ենք գործընթաց, թե չէ։ Հայտարարության մեջ հստակ նշված է, որ մենք պատրաստ ենք ստորագրել եւ քննարկել եւ ստորագրել իմպիչմենտի գործընթացը։ Այսինքն միակ խնդիրը, որ այս պահին մենք այդ փաստաթուղթը մուտք չենք անում, ինչպես նշված է հայտարարության մեջ, որ նամակի մեջ, ավելի կոնկրետ, ավելորդ քաղաքական նկրտումներով գործընթացը չբարդացնելու համար այս պահին պատիվ ունեմ խմբակցությունը թեկնածություն չունի։ Սա միակ խնդիրն է, որը մեզ, այսպես ասած, այս պահին ստորագրել մուտք անելուց կանգնացնում է։ Հերթով, հարգելի գործընկեր։ Իսկ առաջիկայում դուք պատրաստվում եք արդյոք թեկնածու առաջադրել, թե սպասելու եք Հայաստանի։ Ես ասացի, որ այս պահին մենք թեկնածու չունենք, պատրաստ ենք քննարկել թեկնածուի հարցը բոլոր շահագրգիռ կողմերի հետ, բոլոր։ Եկեք ես չմեկնաբան Հայաստան խմբակցությունը առաջին հերթին մտնում է բոլորի մեջ։ Մեր համար ներողություն եմ խնդրում, ժողովուրդ։ Մեկ, եկեք, եթե թույլ տաք, ես Հայաստան Դաշինքի հայտարարությունները չմեկնաբանեմ, դա իրենց ֆրակցիայի դիրքորոշումն է, որին մենք վերաբերվում ենք հարգանքով։ Այնուամենայնիվ, ես արդեն իսկ նշեցի, որ քանի որ հանրապետականը բազմիցս հայտարարել է, որ այս գործընթացը մեր համար իշխանափոխության ամենահավանական տարբերակն է, իսկ մենք հայտարարել ենք, որ մեր առաջնահերթությունն է իշխանափոխությունը, այլ ոչ թե իշխանության հասնելը, իշխանափոխությունը։ Դրա համար ավելի պարզ, ավելի հեշտ այս գործընթացը իրականացնելու համար մենք պատրաստ ենք նմանօրինակ քննարկումների ցանկացած շահագրգիռ կողմի հետ։ Ես վստահ եմ, որ Իշխան Զաքարյանը ինքը կարող է հայտնել իր կարծիքը որպես անկախ պատգամավոր։ Իշխան Զաքարյանը չի հանդիսանում պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր, դա կարծում եմ նորություն չի։ Ավելին ասեմ, պատիվ ունեմ նախընտրական ցուցակում, պարոն Զաքարյանը ներառված էր ոչ Հայաստանի Հանրապետական կուսակցության կվոտայով։ Սա ենթադրում է, որ նաև փողոցային պայքար է սկսվելու։ Եթե ուշադիր եք եղել, իսկ վստահ եմ, որ ուշադիր եք եղել, ինչպես եւ միշտ նախագահ Սարգսյանի հայտարարություններին, ապրիլի 24-ին նախագահ Սարգսյանը հայտարարեց, որ Հանրապետականը ունի ծրագիր, այդ թվում նաև բնականաբար կարևորագույն բաղադրիչը փողոցային գործողությունների եւ փողոցային պայքարի եւ դրա մասին հավելյալ որևէ տեղեկություն այս պահին ես չեմ կարող տալ գործընթացի շահերից ելնելով։ Այս ծրագրի ես հատուկ երկու հարցի կպատասխանեմ պարոն Գերակոսյան։ Այս ծրագրի նախաձեռնողները մեզ դիմաց քաղաքացիներն են։ Ես ասացի, որ այս ծրագրի նախաձեռնողները մեզ դիմաց քաղաքացիներն են։ Պարոն Գերակոսյանը կռիվ կանի, լսում եմ։ Պարոն Ամիջանյան, ինչպես եք ձեր ծրագիրը իրականացնելու իշխանապողությամբ, փորձելու եք Նիկոլ Փաշինյանին մերժել այնպես, ինչպես 7 տարի առաջ Սերժ Սարգսյանին եւ ձեր կուսակցությանն էին մերժում։ Պարոն Գերակոսյան, այդպես չենք անելու, որովհետեւ այդ ժամանակ ակնհայտ արկա էին արտաքին
ուժեր, որոնք հիմնական շահառուն էին այս գործընթացի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ճնշող մեծամասնությունը խաբված էր այդ ժամանակ, այդ մեկ պատճառ, որը տարբերակելու է այդ գործընթացը մեր գործընթացից, որտեղ մեր գործընթացի շահառուն նախաձեռնողը եւ իրականացնողը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է լինելու։ Մեկ, երկրորդ վերջնարդյունքի տեսանկյունից մենք կյանքում չենք կարող ներգրավված լինել մի գործընթացում, որը բերեց այն արդյունքներին, որոնց բերեց ձեր նշած իրադարձությունները։ Ամիջանյան, ձեր ընդդիմախոսներն ասում են, որ սա անուրջ գործընթաց է եւ նույնն է ԿՊՆՉ-ի միանա եւ հերթական Եվ ձախողումը Նիկոլ կլինի։ Փաշինյանին են ուժեղացնում, ասում են Հայաստան։ Ես արդեն ասել եմ, որ ես չեմ մեկնաբանելու Հայաստան Դաշնքի Իսկ հայտարարությունը։ գործընթացը լուրջ համարում եք։ Պատգամավորի ստորագրություն բերել 28 պատգամավոր ենք պատրաստ է տրամադրել։ Հիմա դուք կարծում եք այդ պատգամավորը դուք կարող եք Գիտեք ինչու նախ տարբերությունը, փորձեմ պատասխանել ձեր հարցին, բայց ոչ այն տեսանկյունից, որը դուք տվեցիք։ Ես չեմ համարում, որ հայրենիքի համար պայքարի պարագայում դու պիտի նստես ու հաշվես հավանականությունը ինչքան է հաջողության հասնելու։ Մեր բոլորի տրամաբանությունը հետևյալն է։ Բոլոր գործոնները, բոլոր գործողությունները հասցնել իրենց արդյունավետության մաքսիմումի ու կպնել գործի։ Այդ հաշվարկները կստացվի, չի ստացվի, ես չեմ բազմիցս նախ ես չեմ ուզում հիմա մանրամասների մեջ խորանամ բոլոր այն կետերի, որոնց մասին խոսել են նախաձեռնողները, բայց ոչ 36 չի։ Եթե լսեք նախաձեռնողների առաջարկը, որը բավական հետաքրքրական լուծում է, մինչև այսօր այդ տարբերակով երբեք գործընթացներ չի արվել, ապա թղթերը մուտք են արվելու ոչ թե 36-ի մինիմալ շեմը հաղթահարելուց հետո, այլ շարունակելով հավաքել ստորագրությունները այն ժամանակ, երբ որ դա ունենա որոշակի շոշափելի քահանակ։ Ըստ էության երեք Սերյան Օհանյանը ուղղակիորեն կամ ոչ անուղղակիորեն հայտարարեց, որ Նարեկ Մայլյանը եւ Էդգար Ղազարյանը ուղղորդվում են հանրապետական կուսակցության, մասնավորապես Սերժ Սարգսյանի կողմից։ Սերյան Օհանյանը նման բան չի հայտարարել։ Չի ասել, բայց Երկու կետ։ Մեկ, ում ուզում է լինի հանրապետականը, երբ որ ասելիք է ունենում, ասում է ուղիղ ու պատասխանատվություն է կրում իր ասածների համար։ Մենք երբեք միջնորդավորված ոչ մեկի հետ չենք խոսել, ի տարբերություն որոշ ուժերի, որ 7 տարի շարունակ ֆինանսավորել են այս կամ այն պատվալներից, տարբեր գրասենյակներից, վարձու գործիչների, չնայած գործիչների չէ, գործիքների աշխատանքը հանրապետականի դեմ։ Մենք միշտ խոսում ենք ուղիղ, խոսում ենք մեր դեմքով եւ մեր ասելիքին տեր ենք։ Որտեղից էին այդ գործիքները։ Ես կարծում եմ բազմիցս դրա մասին խոսել եմ, մի զգալի հատվածը 7 տարի շարունակ Անկերակոսյան, երբ որ հարց եք տալիս, դուք պատասխանեմ, ավարտել եք։ Համբերեիք կտեսնեիք, որ ասում էի, ինչ որ դուք ուզում էիք ինձանից լսել։ Այդ արշավը 7 տարի շարունակ հանրապետականի եւ Սերժ Սարգսյանի դեմ այդ կեղտոտ սուտ արշավը վարող մարդկանց զգալի հատվածը ներկայանում է որպես Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ։ Պարոն Ամիջանյան, երեք Ալեն Սիմոնյանը հայտարարում էր, որ Սերժ Սարգսյանը ամենացածր վարկան։ Ես խիստ կզարմանամ, եթե որևէ մեկը ներկայանում է որպես Ռոբերտ Քոչարյանի աջակից, ասում է բաներ, որոնք իր համար պիտի որ ընդունելի չլինեն, ու ինքը այդ ընթացքում իրենց չի սաստում։ Սա է իմ կարծիքը քարտի շուրջ։ Ալեն Սիմոնյանը ձեր տեղում կանգնած հայտարարում էր, որ Սերժ Սարգսյանը ամենացածր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչներից է, եւ եթե այս ուրբաթ ընտրություն կլինի, ԿՊՆ կհաղթի։ Դուք ինչ վիճակագրություն ունեք 50+1-ով կհաղթի։ Ես մի ուրիշ վիճակագրություն ունեմ։ Հայաստանի Հանրապետության ամեն երրորդ քաղաքացին համարում է, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է։ Այդպիսի վարկանիշ ունեցող քաղաքական միավորի ներկայացուցիչները լավ կլինի սուս մնային։ Մեկ, երկրորդ, եթե պարոն Սիմոնյանը հպարտանում է այս կամ այն սոցիոլոգիական հարցումներով, այդ նույն սոցիոլոգիական հարցումներով իր վարկանիշը, եթե չեմ սխալվում, Վարդան Ղուկասյանի վարկանիշի կողմերն է։ Թող շարունակի դրանով հպարտանալ։ Բոլորին պատասխանելու եմ, չգիտեմ ինչ եք վիճում։
անդրադառնալով նախորդ հարցին, երբ որ դուք ասում եք ուղղորդում է, հնարավոր է Հայաստան դաշինքն ասում է սա այս քայլը դիճկետի թիրախավորում է իրենց դեմ։ Հնարավոր է հենց հանրապետականը միացել է եւ ապացուցում է, որ իսկապես սա Հայաստան դաշինքի դեմ գործողություն է իրականում։ Ես ուզում եմ հասկանալ, թե նախ ես չեմ մեկնաբանելու, արդեն ասել եմ, որ Հայաստան դաշինքի հայտարարությունը, բայց ձեր նորից եմ ասում, ոնց որ ուշադրություն դարձնել, ձեր հանցի մեջ նշած տրամաբանությամբ ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը կան մարդիկ, որոնք տեսնում են դեմ այս կամ այն ուժին։ Ես այդպես չեմ տեսնում ու վստահ եմ, որ իրանք ձեր հարցի ձևակերպման հետ չեն համաձայնվի։ Այս գործընթացը Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց է։ Եթե կան ինչ-որ մարդիկ, որոնք Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը ընկալում են որպես իրենց դեմ գործընթացներ, ես ոչինչ այդտեղ ասել չեմ կարող։ Կես ժամ նորում է էի խոսում։ Չեք առաջադրում եւ ըստ էության թողնում եք դա նույնպես այլ ուժերի ուսերի։ Եթե դուք վստահ եք իշխանապողության ծրագիրում եք, այդ ամեն ինչը կա, դուք տեխնատուր եք առաջադրեք, ամեն ինչ եք կանեք եւ կհասնեք։ Եվս մեկ անգամ, որպեսզի այս գործընթացը բարդույթներ, ամբիցիաներ, քաղաքական նկարտումներով չբարդանա, մենք պատրաստ ենք տեխնացուի շուրջ քննարկումներին զերո ամբիցիայով, ինչպես եղել է այս 7 տարիների ընթացքում, նստել եւ նախաձեռնել այդ գործընթացը։ Հայտարարության մեջ դա շատ պարզ ասված է։ 20 թվականից այս կողմ չեն կարողանում միասնական տեխնացու ընտրել։ Լավ, ինչու՞ն է խնդիրը։ Ըստ այս պահին էլի տեխնացուի խնդիր ունենք։ Ինչու՞։ Ես ասում եմ տեխնացուի խնդիր ունենք։ Չեք առաջադրել։ Ինձ թվում է մենք նույն բանի մասին չենք խոսում։ Ես ոչ համաձայնություն բառ եմ ասել։ Ոչ ասել եմ, որ միասնական տեխնացուի խնդիր կա։ Կա շատ պարզ տրամաբանություն։ Ազգային ժողովի падգամավորներին հարցրել են. նախաձեռնում եք գործընթաց, թե չէ։ Մենք դրան պատասխանել ենք, որ մենք պատրաստ ենք այս պահին նախաձեռնել, միակ խնդիրը, որ անհրաժեշտ է լուծել, դա տեխնացուի հարցը միասին քննարկել եւ մենք նույն վարքյանին կնախաձեռնենք այդ գործընթացը։ Այսինքն որևէ նախապայման նման դեպքում չկա։ Նորից եմ ասում, իրական ընդդիմադիր ցանկացած տեխնացուի հետ մենք սիրով կնախաձեռնենք այդ գործընթացը։ Այո, եթե Հայաստան դաշինքը առաջարկի Ռոբերտ Քոչարյանի տեխնացությունը, մենք դրան կմիանանք։ Մամամիջանյան, հիմա ճիշտ եմ հասկանում, որ օրինակ պատիվ ունեմ խմբակցության падգամավորները սկսելու են շփվել հպականների հետ, համոզել նրանց, որ ստորագրեն, որ միանան։ Երբ որ անհրաժեշտություն լինի, այդ թվում նաև պատիվ ունեմ խմբակցության падգամավորները, մեր քաղաքացիները հարյուրներով, 100,000-ներով կշփվեն շակերտների մեջ եւ կհամոզեն ԿՊ-ական падգամավորներին միանալ այս նախաձեռնությանը։ Ինչ վերաբերում է անձամբ ինձ, ապա ես սովոր եմ բանակցել ուժի դիրքից։ Այո։ Այդ ծրագրի ուղղությամբ քայլերը երբեք չեն դադարել հանրապետականի համար։ Պարզապես այդ քայլերի մի մասը տեսանելի է, իսկ մի մասը նախապատրաստական անտեսանելի։ Այո։ Գյումրիում տեղի ունենում հերթական ապօրինությունը, հերթական խայտարակությունը, պարզապես փորձում են Մարտուն Գրիգորյանի ներկայացրած մեր քաղաքը դաշինքից ուղղակիորեն գողանալ մեկ մանդատ, բայց սրա վերաբերյալ պատիվ ունեմ խմբակցության падգամավոր Մարտուն Գրիգորյանը առանձին ճեպազրույց կտա, շնորհակալ եմ։ Մեզ միակ ուժ տվողը, առաջին հերթին մեզ ուժ տվողը Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Շնորհակալ եմ։